Մենակ Երևանում կենտրոնացած չէր կարող շարժումը իր դերը կատարել, որտեղ շատ դժվար ամեն անգամ մարզերից հասնել Երևան, շարժմանը մասնակցելու համար շատ կարևոր է այստեղ գրասենյակ ունենալը։ Հավատում եմ, որ իրանք կհաղթեն, անպայման կհաղթեն, մեր ձևովը կհաղթի։ Անպայման հաջողելու, որտեղ ի վերջո մեր ժողովուրդը հասկանալու է, թե ինչի մեջ է իր ինքնությունը, ինչքան կարևոր է իր համար իր հավատը, իր պատմությունը, իր մշակույթը, իր ոսկեղենիկ լեզուն, այբուբենը։ Մեր ձևը ոչ միայն մեր քաղաքում անելիք ունի, այլ երկրում ունի անելիք, որ ինձ թվում է կանի, ու շատ չի ուշանա, սարերի ետևում չի։ Ձեր ասած խոսքով հույս եւ հավատ ենք բերելու եւ պատահական չի, որ մեր ձևով շարժման կողքին այսքան մեծ հասարակության ներկայացուցիչների քանակ կա եւ համոզված է, որ այդ քանակը գնալով ավելանալու է։ Մեր գյուղը այս պահին ունի հենց անմիջական տրանսպորտի խնդիր, որ գազելա մի հատ աշխատում, որը շատ քիչ է երեխաների համար, որոնք հատկապես երբ որ դպրոցի ժամերին է, շատ ահավոր է։ Խոսքի ամեն անգամ չես կարա երեխուդ տաքսիով ճանապարհես կամ տաքսիով տուն գա։ Հերոսի ծնող է, գործերը նրա հետ, գործերը որտեղ գնում ես, գործը չկա, այս բան գոյություն չունի։ Ինվալիդ մարդ ես կամ ինչ-որ մի բան։ Լիքը խնդիրներ կա, էլի հարց է փողը չի, որ իրանք տալիս են կամ ստանում են այդ երեխեք։ Նախնյակ պարտավոր են որ տալու։ Դրանք կապ չունի ոչ մի բաներ։ Պրոստը կուզենք, որ միտեղ աշխատանքներ մտնենք, աշխատենք, մեր ընտանիքը կարողանանք պահենք։ Գյուղը լրջագույն խնդիր ունի, դա կոյուղու խնդիրն է։ Գոնե մի հիմնարկություն էլի աշխատեն է ժողովուրդը, էլի կապրենք, այդ չեն ապրի։ Պետության հիմնական գործը, որ բյուջե են հավաքում, փող ծախսելը չի, այլ գործարաններ դնել, աջակցել, որ գործարան լինի, զբաղմունք լինի, ինչ որ հիմնարկներ լինեն երկրով մեկ։ Թե չէ ուրիշ ճանապարհը մենք կարանք աշխարհի բոլոր ճանապարհները սարքենք, բոլոր դպրոցները սարքենք, բայց գործի տեղ չունենաս ինչ ես անելու։ Հելնես ընկերներով իրար տեսակ 1, 2, 3 ուրախացակ